Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի գործընկերներ, ճիշտ ասած, երբ սկզբում կազմակերպիչների կողմից այս հերթառությամբ խորհրդաժողովի մասնակցության հրավերը ստացա, մի փոքր իմ մոտ կասկած կար, իսկ ինչի մասին ենք խոսելու, եւ այդ մասին էլ իմ գործընկերների հետ քննարկեցինք, եւ իրավական, եւ բարոյական, եւ մարդկային, եւ ազգային բոլոր տեսանկյուններից այդ եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորված են եւ որևէ բան լրացիչ հիմնավորելու, ապացուցելու կարիք չկա, որովհետեւ աքսիոմատիկ ճշմարտություններ են։ Ի ուրախություն ինձ այստեղ մեր զեկուցումների եւ ելույթների արդյունքում ես հասկացա, որ այս իրոք ճիշտ էր մեր հավաքվելը, որովհետեւ շատ փոքր շեշտադրում էր այ օրենքով, սահմանադրությամբ, սրա իրավունքը մյուսի չունեն, չեն կարող։ Հիմնականում ավելի խորքային էր մեր քննարկումը, ինչի համար շնորհակալ եմ բոլոր բանախոսներից եւ ելույթ ունեցողներից։ Հիմա հայտարարության տեքստի վերաբերյալ կարծում եմ կառուցվածքը ճիշտ է, այսինքն պատճառը, միջոցը, արդյունքը, հետևանքը տրամաբանորեն ճիշտ է կառուցված։ Ունեմ 4-րդ պարբերության հետ կապված առաջարկ, այստեղ խոսվում է կարծեք մի փոքր հավասարության նշան է դրվում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ ոտնձգության, մենք բոլորս տեսանք եւ զեկույցներում եւ ցանկացած քիչ թե շատ գրագետ մարդու համար արդեն ակնհայտ է, որ եկեղեցականների վարկաբեկելը միջոց է եկեղեցուն հարվածելու համար, հավասարություն չի կարող լինել։ Եվ եթե հնարավոր լինել միանգամից եկեղեցին վարկաբեկել, եկեղեցականներին չենել անդրադառնում։ Դա այնքան ակնհայտ է, դրա համար այստեղ որոշակի խմբագրական դիտողություն ունեմ, ես կփոխանցեմ նախագահողին։ Երկրորդը ուզում եմ մի քիչ ավելի շեշտադրենք, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցու, այսինքն խոսքը վերաբերում է նախավերջի եւ վերջի պարբերությունները միմյանց հետ կապելու, այսինքն բոլոր դեպքերում նորից ընդգծել ինչի դեմ է ուղղված, այսինքն հավատքի եւ ինքնության միջնավ դերը, ինչ մենք ոնց ենք պատկերացնում եկեղեցուն։ Բնականաբար այդտեղից արժևորվում է եւ բացական իմաստով արժևորվում է այս իշխանությունների պայքարը, այդպես ասած, քիզակետում ունենալով եկեղեցուն, որովհետեւ եկեղեցին սա է մեր ժողովրդի համար, մեր ինքնության համար եւ այլն։ Սրանք կապել եմ իրան, նորից խմբագրական է, այս միտքը ընդգծելու համար։ Նախավերջի պարբերությունը ես կարծում եմ, որ հերիք է ակնկալենք, ուրեմն պետքա պահանջենք երևի։ Այդ ակնկալելը արդեն այնքան վարկաբեկված տերմին է դարձել։ Խոսքը վերաբերում սահմանադրական իրավասու մարմինների ակնկալում ենք եւ այլն, պահանջում ենք եւ մեկ էլ մենք խորհրդակցեցինք պարոն Պողոսյանն էլ նույն կարծիքին է, որ այդ միջազգային ացիաներին իհարկե Տիկին Սահակյանը որոշ նախադեպերի առումով միտք հուշեց, եթե միջազգային ացիան ենք դիտում նաև Եվրոդատարանը միգուցե ուղիղ նշենք, որովհետև մնացած կառույցները հասկացել ենք, որ ձևական է նրանց դիմելը, ինչ որ օժանդակություն կամ ինչ որ օգնություն խնդրելը, կամ այս տերմինը հանում ենք, կամ փոխարինում ենք դատարանով իր նախադեպերը հաշվի առնելով, որ այն ինչ որ ամրագրված է մեր սահմանադրության մեջ, ընդ որում դրա հիմքը դրված է նաև 2005 թվականի փոփոխություններում, այսինքն երբ որ այդ խնդիրը կար, չէ, կոնվենցիան չխախտելու ոնց կարելի է տարբերակում դնել կրոնական այդ կառույցների եւ ընտրվեց ամենալավ տարբերակը, այդ ձեր ասած 4-րդը, հաշվի առնելով նրա դերը պետության եւ այլ եւ այլ։ Եվ այդտեղ արդեն ոչ մի դիմադրություն չեղավ, մտավախություն կար այն ժամանակ, որ կարող են ասել դուք տարբերակում եք, չի կարելի, ուրեմն նսեմացնում եք եւ այլն։ Այնպես որ կարծում եմ, եթե խմբագրական մեր խորհուրդը կամ նախագահությունը նկատի կունենա այս դիտողությունները, մի քիչ ավելի կարծում եմ նպատակային կլինի հայտարարությունը։ Ես փոխանցեմ։ Շնորհակալություն։